Քրիստոս հարյավի մեռելոց եւ համբարձավ քարոկար հայր։ Երբ նա դուրս եկավ, Հիսուս ասաց. «Այժմ մարդու որդին փառավորվեց եւ Աստված փառավորվեց նրանով, քանի որ եթե Աստված փառավորվեց նրանով, Աստված էլ նրան կփառավորի իրենով եւ իսկույն կփառավորի նրան։ Որդյակներս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ, ինձ պիտի փնտրեք եւ ինչպես ասացի հրեաներին, ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ։ Այժմ այդ ձեզ էլ եմ ասում։ Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյանց սիրեցեք։ Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք»։ Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տեր, ուր ես գնում»։ Հիսուս պատասխանեց. «Ուր ես գնում եմ, դու այժմ իմ ետևից չես կարող գալ, բայց հետո կգաս իմ ետևից»։ Պետրոսը նրան ասաց. «Տեր, ինչու այժմ չեմ կարող քո ետևից գալ, այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ»։ Հիսուս պատասխանեց. «Ինձ համար կյանքդ կտաս, ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու 3 անգամ ինձ ուրացած կլինես»։ Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն, հավատացեք Աստծուն, հավատացեք եւ ինձ, իմ հոր տան մեջ բազում օթևաններ կան, թե չէ ես ձեզ կասեի, թե գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու, եւ եթե գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ կվերցնեմ ինձ մոտ, որպեսզի ուր ես եմ, դուք եւս այնտեղ լինեք։ Եվ թե ուր եմ գնում, այդ գիտեք եւ ճանապարհը»։ Թովմասը նրան ասաց. «Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպես կարող ենք գիտենալ ճանապարհը»։ Հիսուս նրանց ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ոչ ոք չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով։ Եթե ինձ ճանաչեիք, ապա կճանաչեիք եւ իմ հորը, այսուհետև կճանաչեք նրան եւ տեսել եք նրան»։ Փիլիպոսն ասաց նրան. «Տեր, հորը մեզ ցույց տուր եւ այդ բավական է մեզ»։ Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, եւ ինձ չճանաչեցիր, ով ինձ տեսավ հորը։ Իսկ դու ինչպես ես ասում, թե հորը մեզ ցույց տուր։ Չես հավատում, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ։ Այն խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձանից չեմ խոսում, այլ հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում այդ գործերը։ Հավատացեք ինձ, որ ես հոր մեջ եմ եւ հայրը իմ մեջ, եթե ոչ, գոնե գործերի համար հավատացեք։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, եւ դրանից ավելի մեծերը կանի, որովհետև ես գնում եմ հոր մոտ, եւ ինչ որ ուզեք իմ անունով, այն կանեմ, որպեսզի հայրը փառավորվի որդու միջոցով։ 49-րդ օրն է Սուրբ Հարության տոնի։ Վաղը 50-րդ օրն է հոգեգալուստն է։ Եվ 9-րդ օրն է, որ նաև համբարձման տոնն ենք նշում, համբարձման տոնն ենք կատարում։ Եվ այսօրվա ընթերցումի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս իր ամբողջ առաքելությունը այսպես մի կարմիր թելով անց է կացնում։ Ասում է, ես եկել եմ, որպեսզի ձեզ տանեմ երկինք, եւ ձեզ համար տեղ եմ պատրաստել երկնքում, եւ ուր որ ես եմ, այնտեղ պիտի լինեն ինձ հետևողները, ինձ հավատացողները։ Եվ աշակերտները դեռ տարակուսած հարցեր են տալիս։ Պետրոսն ասում է, ուր ես գնում, որ մենք չենք կարող գալ։
Հետո մարդկային իր մտքով փորձում է ինչ-որ բան անել, ասում է ես կգամ քո հետևից, ուր էլ գնաս կգամ, ես պատրաստ եմ գալ։ Եվ Հիսուս այս խոսքերի վրա խիստ պատասխան է տալիս Պետրոսին, ասում է դեռաքաղաղը չկանչած դու ինձ 3 անգամ կուրանաս։ Մեզ համար այստեղ դասեր կա, շատ հաճախ եւ ավելի շատ մենք մարդկային ենք գործում, քան թե Աստծո կամքով։ Պետրոսը վատ բան չէր ասում։ Ասում էր քո հետևից գալու եմ, քեզ չեմ թողնելու, քեզ հետ եմ լինելու։ Բայց ինքն իրենով էր փորձում անել այդ ամեն ինչը։ Եվ ինչ եղավ, տեսանք, որ ձախողվեց։ Ոչ միայն չկարողացավ գնալ մինչև վերջ, այլ նաև հակառակ ճանապարհը բռնեց, ուրացավ Քրիստոսին։ Նզովվեց իրեն, ասեց չեմ ճանաչում։ Մենք էլ շատ հաճախ ասում ենք կանենք, կգնանք, պիտի անենք, պիտի բերենք, առանց երկար խորելու եւ առանց Աստծուն ասելու Տեր Աստված դու տար, դու առաջնորդիր, քո կամքը թող լինի, դու մեր ձեռքից բռնած տար, մենք ով ենք, որ կարողանանք գալ, եթե դու չտանես, մենք ով ենք, որ կարողանանք այս բանն անել, եթե դու չանես, խոսքով ասում ենք, բայց մեր գործնական կյանքում շատ հաճախ մոռանում ենք այս մասին եւ փորձում ենք ինչ-որ բաներ անել, լավ բաներ, մեզ թվում Աստծուն հաճելի բաներ, բայց մենք մեզանով արած գործ այդպես պիտի լինի։ Քայլում են, երկու հոգևորական կամ քարոզիչ քայլում են, մեկ էլ տեսնում են մի մարդ, որը ընկած է ցեխի մեջ, մեկը այսպես ցավով կանգնում նայում է, ասում է ափսոս էս տղեն, ասում է ինչա ճանաչում ես, հա ասում է ես եմ իրան դարձի բերել։ Հիմա այս վիճակի մեջ է, տենց հարբած ընկած է փողոցում, այն մյուսն ասում է, եթե Աստված դարձի բերած լիներ, այդպես թերևս չէր լինի։ Մեջը իմաստ կա, որ մեր արած գործը պիտի վերջում խափանվի, ինչպես Պետրոսի գործը խափանվեց, եւ Աստծո գործն է, որ անխափանա եւ հաստատունա եւ որը մեկը չի կարող քանդել այդ գործը կամ հաստատել։ Հետո Թովմասն է հարցնում, ասում է, ո՞րն է ճանապարհը, ո՞նց ես գնալու, այդ ինչ ճանապարհ է, եւ Քրիստոսն ասում է, այդ ճանապարհը, որ երկինք է տանում, այդ ես եմ, ուրիշ ճանապարհ չկա։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Ուրիշ բաներ մի փնտրեք։ Այս աշխարհի մեջ ճանապարհներ եք փնտրում, ճշմարտություններ եք փնտրում, երջանկություն եք փնտրում, կյանք եք փնտրում։ Ի սկզբանե Քրիստոս պարզու ասել է ես եմ, չկա այլ ճանապարհ, որ տանում է դեպի Հայրը, չկա այլ ճանապարհ, որ ձեզ կհասցնի երկինք, չկա այլ ճանապարհ, որ դուք կարող եք գտնել ձեր երանությունը, միանալ ձեր արարչին, ձեր Աստծո հետ։ Միակ ճանապարհը, որ կա, ես եմ։ Եվ հետո Փիլիպոսն ասում է մեզ հորը ցույց տուր եւ բավական է, Քրիստոսն ասում է ես հենց Հայրն եմ, Հայրը ես եմ, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին մեկ են, մեկ Աստվածություն, մեկ բնություն, մի իշխանություն, մեկ կամք, ով ինձ տեսավ, արդեն հորը տեսավ։ Ինչպես ես ասում, որ հորը ինձ ցույց տուր։ Եթե ինձ տեսակ, ճանաչեցիք, ուրեմն հորն արդեն իսկ ճանաչում եք։ Եվ ինչ որ ես խոսում եմ, հորից եմ խոսում, ինձանից չեմ խոսում, որովհետև Հայրը իմ մեջ է եւ ես հոր մեջ եմ։ Այս շատ լավ է, հստակ, սահուն, Տերը ցույց է տալիս ինչ պիտի անենք, ոնց պիտի անենք։ Եվ սրա նաև միջոցն է ցույց տալիս, ինչ է սրա միջոցը այս ամեն ինչին հասնելու։ Ասում է ստիրեք իրար։ Ստիրով պիտի աշխարհը ճանաչի, որ դուք իմ աշակերտներն եք, ձեր սերը տեսնելով։ Այս է, որ շատ դժվար է մեզ համար։ Մենք մտածում ենք, թե սիրում ենք, մենք ասում ենք, թե սիրում ենք, բայց չգիտեմ, սիրում ենք, թե չենք սիրում, ավելի շատ չենք սիրում, քան թե սիրում ենք։ Ինչի,
որտեղ ասում է ինչպես ես ձեզ սիրեցի, այդպես դուք սիրեք իրար։ Իսկ ինքը ինչպես սիրեց մեզ։ Հայրը այնքան սիրեց մեզ, որ իր որդին, որ իր ծոցածին որդուն զոհաբերեց մեզ համար։ Մեր Տերը այնքան սիրեց մեզ, որ ինքն իր անձը տվեց մեր փրկության համար։ Սիրո ցուցիչը էս է, եւ Քրիստոսն էլ ասում։ Սերը զոհաբերություն է, իսկ մեր սերը, որով մենք սիրում ենք, զոհաբերություն է, թե չէ, թե եսասիրություն է։ Ավելի հաճախ մեր սերը եսասիրություն է, մենք ուզում ենք ամեն ինչ այնց լինի, ոնց որ մենք ենք ուզում։ Այստեղ սեր չի, այստեղ եսասիրություն է։ Եսասիրությունն է խոսում, ոչ թե սերը։ Մինչդեռ սիրել նշանակում է նեղվել, հալածվել, համբերել, տառապել, ցավալ։ Բայց զոհաբերությունը ո՞նց է լինում։ Ժամանակ հատկացնել, ժամանակը տալ, հա, մենք ամեն քիչ ժամանակ ենք տալիս։ Ասում է մի մարդ հավատացյալ մարդ էր, ամբողջ կյանքը աղոթում էր, հավատքով ապրում էր, բայց իր որդուն ոչ մի կերպ չէր կարողանում հավատքի բերել։ Ինչ ասում էր, որդին չէր համոզվում, չէր գալիս հավատքի։ Ի վերջո ասում է, երբ որ հասավ մահվան օրը այդ մարդու, որդուն կանչեց, ասեց, որդիս մի խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, որ անես։ Ասեց, կանեմ, հայր, ասա։ Ասեց, խնդրում եմ, երբ ինձ կթաղեք, 40 օր, մինչև իմ 40 օրեքը լրանալը, ամեն օր մտիր իմ սենյակը եւ 15 րոպե լուր նստիր իմ սենյակում, ոչինչ մի արա, ուղղակի լուր նստիր։ Որդին ասեց, խոստանում եմ, կանեմ, հայր։ Եվ այդպես արեց որդին։ Ամեն օր մտնում էր հոր սենյակը եւ 15 րոպե լուր նստում էր։ Հետո 40 օրերը լրանալուց հետո որդին գնաց եկեղեցի պատարագի։ Ավետարանը ձեռքը վերցրեց, սկսեց կարդալ։ Հայրը հասկանում էր, որ այս աշխարհի ախ ու վախը, առ ու փախը, առ ու ծախը, այս աշխարհի ընթացքը մարդուն թույլ չի տալիս, որ մարդը ինքն իր հետ մենակ մնա, որ մարդը իր արարչի հետ մենակ մնա, եւ այս 15 րոպեները, այս 40 օրերի առիթ էր, որ այս տղան ինքն իր հետ եւ ինքը իր Աստծո առաջ մենակ լինի, սկսի մտածել իր մասին, արարչի մասին։ Էսա ամենից մեծ դեֆիցիտը էսա աշխարհում այսօր։ Մենք ժամանակ չենք հատկացնում մեր Աստծուն։ Մենք ժամանակ չենք հատկացնում մեր հոգուն, մեր փրկությանը, մենք մեր մասին մտածելու ժամանակ, բայց գործում ենք, Պետրոս ենք դառել, պետրոսականությամբ ենք զբաղվում, Տիրոջ համար ենք գործում, հանուն Տիրոջ ենք գործում, հա? Բայց մարդկային առնում այդ գործելը, որտեվ չենք ասում, Տեր, դու ինչ ես ուզում, դու ասա մեզ այդպես անենք։ Այդ տեսնում ենք Պողոս առաքյալի եւ մյուս առաքյալների գործերը ինչ էին անում։ Չէին վերկենում գնում գործելու, աղոթք էին անում, ծոմ էին պահում, այնքան, մինչև ասում են Սուրբ Հոգին ասում էր, վեր կացեք, գնացեք, ես ինչ տեղ, ես ինչ բան արեք, վեր են կենում, գնում էին այն ինչ տեղը։ Չէին ասում, մենք առաքյալ ենք, մենք պիտի գնանք, չէ, ասում էին, տեսնես Տերը ինչ է ուզում մեզանից, Տերը մեզ ուր առաջնորդում, ինչ է ասում։ Սիրո մասին պիտի մտածենք սիրելու մասին։ Այդ ամենից լավ ցուցիչը մենք սիրում ենք, թե չենք սիրում, մենք քրիստոնյա ենք, թե չենք քրիստոնյա չենք, մեր ընտանիքում է երևում։ Մենք աշխարհի առաջ լավ քրիստոնյա ենք, լավ քահանա ենք, լավ չգիտեմ ինչ ենք, հավատացյալ ենք, որտեվ մենք կարողանում ենք դիմակավորված աշխարհում ապրել։ Բայց մենք մեր ընտանիքի մեջ այդ դիմակը հանում ենք, կներեք այդ խոսքերից ճակերտավոր դառնում ենք գել ու գազան։ Մոռանում ենք, որ մենք քրիստոնյա ենք, մենք հավատացյալ ենք։ Հələ մի հատ նայենք, մենք մեր ընտանիքի անդամներին սիրում ենք, հենց ոնց որ Քրիստոս սիրեց։ Բայց եթե մենք մեր ընտանիքի անդամներին չենք սիրում, ուրիշին ո՞նց կսիրենք։ Առաքյալն ասում է, կեղծավոր, եթե տեսանելի եղբորը չես սիրում, անտեսանելի Աստծուն ո՞նց ես սիրում։ Հիմա եթե դուք քո հարազատ ընտանիքիդ մեջ չես կարողանում խոնարհություն,
համբերատարություն, հեզություն, սեր ցույց տալ։ Ուրիշներին ցույց տված, եթե ցույցել ենք տալիս, ուրեմն կեղծիք է, դա կեղծ է, դիմակ է, որ հագել ենք։ Եվ մեր քրիստոնյա լինելու ցուցիչը մեր ընտանիքն է։ Սրա մասին պիտի մտածենք։ Այստեղ պիտի աշխատենք, այստեղ պիտի խնդրենք, որ Աստված մեզ օգնի, Աստված մեզ փոխի, Աստված մեզ սիրով լցնի, Աստված մեզ հանդարտեցնի, որ ինքը առաջնորդի մեր կյանքի մեջ, մեր ընթացքի մեջ, մեր գործերի մեջ։ Իհարկե, շատ դժվարություններ են լինելու, այս ընթացքը տենց հեշտ ու հանգիստ չի գնալու։ Վերջին ժամանակներում պիտի լինեն ծաղրող մարդիկ, որոնք պիտի տարվեն իրենց ամպարիստ ցանկություններով։ Սրանք նշավակելի մարմնասեր մարդիկ են եւ որ չունեն հոգին։ Իսկ մենք, սիրելիներ, մեր անձերը կառուցենք հավատի սրբությամբ, աղոթենք Սուրբ Հոգով, պահենք մենք մեզ Աստծո սիրով, սպասելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմությանը հավիտենական կյանքի համար։ Այսօր էլի տեսնում ենք, այս ամեն ինչը կա աշխարհի մեջ եւ ինչի համար է, ուղղակի մեզ շեղելու համար է։ Հիշում եմ Տիրոջ խոսքերը, որ ասեց ու առաքելության ուղարկեց աշակերտներին, ասեց ճանապարհին ոչ մեկին ողջույն մի տվեք։ Այսօրվա բանով, այսինքն կողքից ինչ կասեն, չասեն, դուք դրանց ուշադրություն մի դարձրեք։ Դրանց վրա մի կենտրոնացեք։ Եթե կանգնեք ամեն ասողի պատասխան տակ, դուք տեղ չեք հասնի։ Դուք առաքելություն ունեք, դուք անելիք ունեք, գործ ունեք, դուք ձեր գործի հետևից եղեք։ Մի շեղվեք, ուշադրություն մի դարձրեք։ Ամեն ինչ կլինի։ Դրանց նպատակը մեկն է, եւ դրանց կառավարը, գլխավորը մեկն է, չարն է, սատանան է։ Ինչ անում ամեն ինչով, որ մեզ շեղի մեր փրկության ճանապարհից, մեզ շեղի մեր առաքելությունից, մեզ շեղի այն արքայությունից, որը մեզ համար պատրաստեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը եւ որի հրավերը կարդում է, ասում է եկեք իմ ետևից։ Եկեք իմ ճանապարհով եւ ձեզ համար տեղ եմ պատրաստել երկնքում եւ դուք ինձ հետ պիտի լինեք։ Բայց մենք ասում ենք, չէ, սպասի սրա պատասխանն էլ տամ, նրան էլ ասեմ, մի հատ նրան էլ տեղը դնեմ, մի հատ էս հարցնելու է, ինչ իմաստ ունի, ինչա փոխվելու, ինչա տալու, այնքան որ մենք ենք շեղվելու մեր ընթացքից, մեր ճանապարհից, մեր առաքելությունից եւ կորցնելու ենք մեր փրկությունը։ Քրիստոս հարյավի մեղելոց եւ համբարձավ առօգարհայր, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։